Ես ինչի չէի ոգևորվել այդ հանդիպումից, որ վարչական ռեսուրսեր, ես չէի ծափահարում, որովհետև նույն կերպ արեց Փաշինյանը, եթե հիշում ես, Վազգեն ջան, 13 ավտոբուս լսնում էր նույն մարդկանց, Տիկին Թերեզան, ես ամենտեղ հարցազրույց եմ անում, ինձ սրա խոխողանող կամ եկան փորս կողող կանանց ամենտեղ տեսնում էի, այսինքն ես բարբերաբար այս մարդկանց հանդիպում եմ, վերջում պարզվեց ընտրվել է Փաշինյանը, այսինքն նրան դիմավորող չկար, դարպասները փակում էին, երբ ինքը գալիս էր, օրինակ աշտարակում ես հիշում եմ, մոտենում էի դարպասները փակում են, գնացեք, այսինքն ինքան ատելությամբ էին լծված, մանավանդ որ վայնասունով գալիս էին, այդ sense իրանց բանը լարվածություն, այդ հսկողություն, անվտանգություն եւ այլն, հասկանում եք, մարդիկ սովորական կյանքով ապրում են, առանց այդ պատերազմից հետո մի դարդլամիշ ամեն մեկ ով գիտի ինչ տառապանք ուներ իր տանը իր ցեղի մեջ եւ դրանից հետո սկսում էին մարդկանց պարտադրել, որ լսեք իր ջիգարակալած նախադասությունները, դեպ նրանք այլևս չեն կրկնվում, եթե նկատել եք։ Եվ այդ տեսարանից Փաշինյանը, եւ այդ տեսարանից հետո ես Սարիկ իմասով չէի ուրախանում